Ուրիշի ընտանիքը սերիալում իրադարձությունները կրկին մտնում են լարված ու հոգեբանական ծանր փուլ։ Այնինչ առաջին հայացքից թվում էր հերթական ընտանեկան կոնֆլիկտ, հիմա աստիճանաբար վերածվում է շատ ավելի խորը պատմության, որտեղ յուրաքանչյուր բացահայտում կարող է ամբողջությամբ փոխել հերոսների կյանքը։ Նորոն վերջին շրջանում կարծես սկսել է այլ կերպ նայել կատարվող ամեն ինչին։ Եթե նախկինում նա փորձում էր պարզապես պայքարել խնդիրների դեմ, հիմա արդեն սկսում է վերլուծել մարդկանց վարքը, հատկապես Հասմիկի պահվածքը նրան հանգիստ չի տալիս։ Հասմիկն ակնհայտորեն փոխվել է, նա մշտապես լարված է, վախեցած, անընդհատ շուրջն է նայում, կարծես սպասում է, որ ցանկացած պահի ինչ-որ բան կարող է բացահայտվել։ Սկզբում Նորոն մտածում էր, որ դա պարզապես մեղքի զգացում է կամ իրենց հարաբերությունների պատճառով առաջացած հոգեբանական ճնշում, բայց հիմա նա հասկանում է այստեղ շատ ավելի լուրջ բան կա։ Նորոն շատ լավ գիտի Հասմիկին, նա հասկանում է, թե երբ է Հասմիկը պարզապես վիրավորված և երբ է իսկապես վախեցած, իսկ հիմա նրա աչքերում իրական վախ կա, այնպիսի վախ, որը սովորաբար ունենում են մարդիկ, ովքեր գիտեն մի ճշմարտություն, որը կարող է կործանել բոլորին։ Եվ հենց այս պահին սերիալում սկսվում է նոր ինտրիգային գիծը։ Նորոյի փաստաբանը, որը գնալով ավելի խորն է ուսումնասիրում տան, Բաբկենի ու տատիկի պատմությունը, շատ կարևոր բան է պարզում։ Պարզվում է, տատիկը միայն մեկ անգամ չէ, որ զանգահարել է ոստիկանություն, նա տարբեր ժամանակներում մի քանի անգամ դիմել է նրանց, սա արդեն ամբողջությամբ փոխում է իրավիճակը։ Մինչ այդ բոլորը կարծում էին, որ վերջին զանգը պարզապես հուսահատ մարդու քայլ էր մահից առաջ, բայց եթե նա նախկինում էլ է զանգահարել, նշանակում է տատիկը երկար ժամանակ ապրել է վախի, ճնշման կամ կասկածների մեջ։ Հենց այս բացահայտումն է, որ ցնցում է Նորոյին։ Նրա դեմքը փոխվում է, որովհետև նա սկսում է հասկանալ, հնարավոր է ամբողջ ընթացքում իրենք շատ ավելի մեծ վտանգի մեջ են եղել, քան պատկերացնում էին։ Հարց է առաջանում, ինչ էր ասում տատիկը ոստիկանությանը, ինչու էր նա զանգահարում, ումից էր վախենում։ Բնականաբար արդեն հեռուստադիտողներին պարզ է, որ տատիկը փորձում էր պաշտպանել իր թոռներին իրենց սեփական հորից, քանի որ նա զանգահարում էր ասելու, որ իրենց հայրը երեխաներից անօրինական ճանապարհով խլել է այն տունը, որը նրանց վերջին հանգրվանն էր, բայց արդյոք հասցրել է տատիկն ամեն ինչ պատմել ոստիկանությանը, արդյոք հնարավոր է, որ երեխաները կարողանան հետ բերել իրենց տունը, ինչ է լինելու, երբ վերջապես պարզվի, որ Հասմիկը շատ կարևոր դերակատարում ունի այս ամենի մեջ։ Շատ հավանական է, որ տատիկը փորձել է պատմել Բաբկենի գործողությունների մասին, գուցե նա հասկացել էր, որ որդին ոչ միայն տունն է փորձում վերցնել, այլ նաև ինչ-որ մութ գործերի մեջ է ներքաշված։ Հնարավոր է նա զգացել էր, որ փաստաթղթերը կեղծված են, որ իրեն խաբում են կամ որ իր անունից իրականացվում են գործողություններ, որոնց ինքը համաձայն չէ։ Բայց ափսոս, որ տատիկը չտեսավ, թե ով ամենամեծ մեղքի բաժինն ունի այստեղ, և Հասմիկին, ովքեր իրենց հարկի տակ ընդունել ու տանիք էին տվել, դավաճանել է իրենց ամենաստոր ձևով։ Շատ հեռուստադիտողներ արդեն սկսում են ենթադրել, որ տատիկը կարող էր վախենալ Բաբկենից։ Նրա վերադարձից հետո տան մթնոլորտն ամբողջությամբ փոխվել էր։ Մթնոլորտը լարված էր դարձել, բոլորը սկսել էին ապրել ճնշման տակ, և հիմա թվում է տատիկը գուցե հասկացել էր, որ սեփական որդին ընդունակ է շատ ավելի վտանգավոր քայլերի։ Նորոյի համար բնականաբար սա շատ ծանր հարված է նաև հոգեբանորեն, որովհետև նա սկսում է մտածել, իսկ եթե տատիկը օգնություն էր խնդրում, բայց ոչ ոք նրան լուրջ չէր ընդունում, իսկ եթե իրենք ուշացել են, այս մտքերն են, որ բառացիորեն այլայլում են Նորոյին։ Նա առաջին անգամ սկսում է մեղքի զգացում ունենալ ոչ միայն իր, այլ ամբողջ ընտանիքի համար։ Միևնույն ժամանակ Հասմիկի վախն ավելի հասկանալի է դառնում։ Բաբկենի հետ խոսակցությունից հետո նա հասկացավ, որ Բաբկենն իրեն աջակից չի լինելու և չի օգնելու, հակառակը, Բաբկենը խաբել է նրան ու ոչնչով էլ չի օգնի։ Հնարավոր է, որ տատիկը հասցրել է պատմել անձնագրի, փաստաթղթերի կամ Բաբկենի գործողությունների մասին։ Եթե դա այդպես է, ապա Հասմիկը հասկանում է շուտով ամեն ինչ կարող է բացահայտվել, և այդ դեպքում ինքն էլ է պատասխան տալու։ Սերիալը հիմա մտնում է մի փուլ, որտեղ անցյալի յուրաքանչյուր փոքր դետալ սկսում է նշանակություն ունենալ։ Ամեն մի զանգ, ամեն մի ստորագրություն, ամեն մի սուտ հիմա վերադառնում է հերոսների կյանք։ Նորոյի փաստաբանի կերպարը նույնպես ավելի
ավելի կարևոր է դառնում։ Նա այլևս պարզապես իրավաբան չէ, նա կարծես այն մարդն է, ով քայլ առ քայլ քանդելու է տարիներով կառուցված սուտը։ Եվ հենց նրա միջոցով էլ բացահայտվելու են այնպիսի փաստեր, որոնց մասին նույնիսկ ընտանիքի անդամները գաղափար չունեին։ Առաջիկա սերիաներում սպասվում են շատ մեծ զարգացումներ։ Կբացահայտվի արդյոք, թե ինչ էր ասել տատիկը ոստիկանությանը, կփորձի Բաբկենը կանգնեցնել այդ տեղեկությունների տարածումը և արդյոք Նորոն պատրաստ կլինի լսել ամբողջ ճշմարտությունը։ Ուրիշի ընտանիքը կրկին ապացուցում է, որ ամենասարսափելի գաղտնիքները սովորաբար թաքնված են հենց ընտանիքի ներսում, իսկ եթե ցանկանում եք իմանալ ինչ է սպասվում առաջիկա սերիաներում, միացեք մեզ։